խիստ մտահոգիչ են եւ սա շատ մեղմ եմ արտահայտվում եւ հաշվի առնելով այն ճակերտներում շատ մեծ ճակերտներում տարօրինակ գործընթացները, որոնց մենք ականատես եղանք գիշերը հաշվարկի ժամանակ, երբ որ ձայների հաշվարկը գնում էր, երբ որ ինչ որ մի պահ, սենց կանգնում էր հաշվարկը, հետո էլի տենց սկսում էր, սա թերևս գրեթե ամենաթեթև ճակերտներում իհարկե նկատառումն է, իսկ հիմնականում օրինակ շատ տարօրինակ էր, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ թվերի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հենց այս պահին, եւ առհասարակ վերահաշվարկի process-ի մեջ է, մենք պահանջել ենք վերահաշվարկ այն տվյալների, որոնք հրապարակվել են, որովհետև կրկին այստեղ ճակերտներում, շատ խիստ ճակերտներում տարօրինակ process-ներ են գնում, երբ որ ամենավերջի պահին հրապարակված մեր թվին մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ 1000-րդական, նույնիսկ 10-րդական չէ, 1000-րդական քանակով ձայներ են պակասում, որ այս պահի դրությամբ տեղամասերի քանակը այս պահի դրությամբ քանզի process-ը ինքը, process-ի մեջ է, տեղամասերի քանակը հստակ զերծ կմնա մասել, որովհետև մոտավորել չեմ ասի, բայց հավատացնում եմ ձեզ 1 կամ 2 չի, որովհետև ըստ էության ունենք տվյալներ, ես հիմա ուղղակի հղում տալով, օրինակ 4 ընտրատարածքից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձեն, ընդամենը 4 ընտրատարածքից, արդեն 120 ձեն կրկին վերադարձել է մեզ, այսինքն մենք գտել ենք, ինչ կնում, տեղամաս։ Դա վերահաշվարկի արդյունքում այո, համեմատության։ Հետո, նաև օրինակ բերենք, այստեղ շատ ու շատ չեմ ուզում ոչ մի պարագայում հանգարց սխալվեմ, կան տվյալներ, որ այն process-ները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, սա իմ հիմնավոր կասկածն է եւ ընդհանրությունը, այլ քաղաքական, հաշվի առնելով այն ասենց ասենք, գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում, եթե օրինակ լինի 4 ընդդիմադիր, 3 ընդդիմադիր ուժ եւ այլ process կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ։ Տեսեք, մենք այս պարագայում քանզի չունենք առայժմ փաստագրական փաստեր, ես պնդել 100%-ով ոչ մի բան չեմ կարող եւ ցած շպրտել չեմ կարող ոչ մեկի վրա, բայց տրամաբանությունը գործընթացների եւ առհասարակ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ այո, հնարավոր է նաեւ ձեր վարկածը լինի։ 120 Դրանք արդեն վերականգնվել են, թե դրանք պետք է վերահաշվարկել։ Մենք թերևս մենք հիմա գտնվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ աշխատանքային process-ի մեջ։ Կարելի ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների կողմացել են, որ փոխարեն եք ասել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովին առայժմ ես այս պահին ոչ մի բան չեմ ասի, չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ չի եկել կամ չեն հաշվարկել։ Ինչի՞ց է ձևավորել, ինչու այդպես արեցին։ Մենք գտնվում ենք
Նաև այս պարագայում ուսումնասիրության փուլում եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ առհասարակ սրությունը առայժմ զերծ կմնամ, ես ունեմ իմ իհարկե ենթադրությունները։ Այո, դե միանշանակ նույնն էլ մենք ենք ասում։ Ընդ որում Եթե ԲՀԿ-ն անցնում այսինքն 4-րդ ուժ, որ այս դեպքում ԲՀԿ-ն է կարող մեկ այլ լինել, անցնում է խորհրդարան, ապա լրիվ այդ պատկերը ձևավորում խորհրդարանում, եւ դուք կարող եք օրինակ դատախազ զինդրությունը մերժել իրենց դրած եւ այլն մի շարք կարևոր նախագծերի դեմ քվեարկել չթողնել ԿՊՆ-ի զացավանի։ Եթե չի անցնում, ապա գնում ենք ունենում ենք նորից նույն ծեծուտող ընդդիմությունում երկու մաս տարբեր անուններով փոխված ընդհանրապես։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Դուք ի վերջո չանցնեք խորհրդարան։ Դուք օրինակ ոչ կանեք կամ դիրքորոշում կայացնեք, որ մյուսները չգնան եւ մենք նորից նույն բանը խոլիգանական խորհրդարանին ապահովել։ Շնորհակալություն հարցի համար, այս հարցին առայժմ շնորհակալություն հարցի համար, ես ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց այսօր, այս պահին ես առայժմ զերծ կմնամ կոնկրետ ինչ-որ բան ասելուց, որովհետև որոշումները, որոնք ընդունվում են, իրենք ընդունվում են կոլեգիալ եւ առայժմ այդ որոշման մասին թույլ տվեք չբարձրաձայնեմ։ Պարոն, ձեր հասկացները բոլորը դրական մասերին են վերաբերում եւ